Ես ուզում եմ հատուկ շեշտեմ այս փոփոխություն փաստաբանների հետ կապված, որ սոցիալական ցանցերում անընդհատ փաստաբանները հայտարարություն են տարածում, որ այլևս անվճար խորհրդատվություն չեն կարող անցկացնել, որովհետև հարկային փոփոխությունների արդյունքում իրենց անվճար խորհրդատվություն, անվճար որոշակի պաշտպանությունները այլևս հարկման դաշտում են։ Ես ուզում եմ, որ այս օրենքի մասին հայտարարվի, որ չպետք է սոփեստություն անել, պետք է օգտվել օրենքի այս հնարավորությունից եւ ավելացված արժեքի հարկվող գործարքների 5%-ի չափով փաստաբանները իրավունք ունեն նաեւ անվճար անհատույց խորհրդատվություն կամ պաշտպանություն իրականացնել, այսինքն այդ իրավունքը վերականգնված է, եթե իրենք համարում են, որ այլևս նման հնարավորություն չկա, խնդրեմ որ տեղեկացվի հանրությանը, որ այդ պատճառաբանությամբ սոցիալապես անապահով խմբերի խորհրդատվությունից հրաժարվել է եւ այլն զուտ փաստաբանի իրավունքի մեջ է, ոչ թե պարտավոր է դրա համար վճարել, այսինքն մեր փոփոխությունները ամենևին չեն միտված նրան, որպեսզի նրանք չկարողանան այլևս պայմանական ասած որոշակի խմբերի, ասենք կա այդտեղ ծնողների հետ կապված մեր հայտնի փաստաբանական խմբի հայտարարությունը, որ այլևս չի կարող սպասարկել, որովհետև կառավարությունը ընդունել է նորմեր, որոնք ի վիճակի չին իրենք սպասարկելու։ Այստեղ կարևոր է, որ մենք հայտարարենք, որպեսզի հասարակությունն իմանա, որ եթե չեն անում, զուտ իրենց կամքով չեն անում, ոչ թե մեր օրենքը թույլ չի տալիս դա անել։ Այսինքն 5%-ի չափով կարող են ազատ պաշտպանություն իրականացնել առանց հարկվելու։ Շնորհակալություն։